Ինչու 6-րդ զգայարան։ 6-րդ զգայարան, որը անգիտակցականի, ենթագիտակցականի արտացոլումն է մարդու։ 6-րդ զգայարանը ինքը շոշափելի չի։ Քանի որ առանց զգացմունքի կարծես թե մարդու էությունը եւ իր բնույթը կորում է։ Ստեղծագործ մարդիկ ավելի են զգում եւ ավելի են այդ 6-րդ զգայարանի իբրև զգացմունքային են ավելի եւ փորձում են իր եսը եւ աշխարհընկալումը ցույց տալ յուրովի։ Հետաքրքիրը նա է, որ ընդհանուր առմամբ որ նայում ենք չէ նկարներին, օրինակ այս աշխատանքը սեր եւ պատերազմ։ Կարծես թե տարբեր բևեռներ են, բայց խնդիրը նրանում է, որ սերը ինքը կհաղթի ամեն ինչում, սերը հաղթող է։ Սա ճիչ մարդու ներսի այդ զգացմունքները այդ որ փորձում է արտահայտել ինչ-որ մի ձևով։ Սկիզբը որ կար, որ սկսել եմ իմ ստեղծագործական սկսվել է այս շարքից, ամենասկիզբը։ Ու տեսնում եք սկզբնականը, սիրո թեման, այնտեղ զույգերը պարում են, այստեղ մերժված սեր, կամաց ընթացքում ուրեմն մտածելակերպը եւ զգացողությունները աշխարհընկալումը փոխվում է մարդու, այո։ Ժամանակին մտածում էի, որ ընդհանրապես գույն հասկացողություն չկա, գույնը միայն սև եւ սպիտակ է։ Իրականում բնության մեջ գոյություն ունի միայն սև եւ սպիտակ հասկացողությունը գույնի։ Գույնը դա արտացոլում է, ստացվում է արևի եւ առարկաների շփման մեջ, ստացվում է առաջանում է գույն հասկացողությունը, եթե գոյություն չունենա լույս բնության մեջ, ստացվում է, որ գույն հասկացողությունը միայն սև եւ սպիտակ է։ Հետո ժամանակի ընթացքում սև ու սպիտակը ոնց որ փոխարինվեց տարբեր գույներով։ Սև ու սպիտակ կարծես թե այդ սիրո մեջ կամաց ոնց որ ավելի էր գունավորվում, չնայած որ ես իրում եմ ընդհանրապես ներկայացնել իմ էությունը մոնոխրոմ ձևով։ Ինձ համար էլ օրինակ բացահայտում էր, որտեղ ես ավելի ծանոթ էի ձեր սև ու սպիտակ ու այս մոնոխրոմ աշխատանքներին։ Երբեք չեմ մտածել ինչ պետք է նկարեմ։ Կտավական թուղթ է, երբ որ նյութերը պատրաստ են լինում, երբ որ տրամադրվում ես արդեն պետք է ինչ-որ մի բան ստեղծագործել, աշխատանքի ընթացքում ինքն է հուշում, թե ինչ պետք է լինի, այդ էքսպրեսիվ ձևը ամբողջությամբ այդ էմոցիան, այդ զգացմունքները։ Չես կարող բացատրել, թե ինչու է այս գույնը ստեղ, ինչի է այս մարդը այս ձևով եւ այլն, Երբ որ դու արդեն դա արել ես, այդ ժամանակի ընթացքում դա է ճշմարտությունը։ Նկատեցի, որ ձեր ցուցահանդեսում նշված չեն անունները, ինֆորմացիա չկա նկարների մասին։ Ինչու՞։ Երբ որ ես ասում եմ 6-րդ զգայարան, դա ոչ միայն իմ 6-րդ զգայարանն, այլ ձեր հանդիսատեսին, այսինքն ինքն էլ պետք է զգա այն ձևով, ոնց որ ինքն է զգում, ոչ թե զգա ոնց որ ես եմ զգում։ Խնդիրը դրանում է, դրա համար երբ որ չկա անվանում, ստացվում է, որ հանդիսատեսը ինքն է որոշում, ինչ կարող է սա լինել։ Սա իմ համար է,
երբ որ չկա անվանում, արդեն ձեր համար է։ Մյուս ցուցահանդեսը կարծում եմ չի կրկնվի, այս աշխատանքները նոր շարք սկսեմ արդեն։ Բավականին շատ մտքեր կան ու կարծում եմ մյուս տարի նորից անհատական ցուցահանդես կանեմ։ Մենք սիրով հրավիրում ենք մեր կենտրոնում ցուցադրություն անել, ես արդեն Սաթենիկի հետ խոսեցի այդ մասին։ Շատ լավ կլինի։ Գարնանա անպայման Նոր շարքով։ Նոր շարքով։ Այս ուզում եմ անցում կատարել ձեր տիկնոջը Սաթենին, որովհետև գիտեմ, որ ինքը մեծ ազդեցություն ունի նաև ձեր գործունեության վրա։ Ամբողջ տարին նշում ենք Արտուրի 50-ամյակը 0505-ով իր տարելիցով, տարեդարձով Թերլեմեզյանում 60-ն արեցինք, ու այսպես ոնց որ տարին ենք փակում։ Էլի մի քանի ցուցահանդես կլինի մինչև տարեվերջ, ու այդպես կամփոփենք 50-ամյա Արտուրի 35 տարվա գործունեությունը։ Մինչև հիմա միշտ խմբակային ցուցադրություններով է եղել։ Իմ ֆիզիկական ներկայությունը զուտ կազմակերպչական մի փոքր մասնակցություն է ու վերջ։ Իմ կարծում միայն կազմակերպչական, նաև վստահ եմ ոգեշնչման աղբյուր եք։ Շնորհակալ եմ։